Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետ տեղեկատվական գործակալության Լոս Անջելեսի տաղավարում ենք։ Այսօր հյուրընկալել եմ իմ լավ բարեկամ, ընկեր Արդիկ Ասախյանին, Արտաշես Ասախյանին։ Ողջույն։ Ողջույն, ինչպես եք։ Շնորհակալ եմ, ընկեր։ Դու ունես շատ հետաքրքիր պատմություն, անձնական պատմություն, մասնագիտական պատմություն։ Այսօր խնդրում եմ, որպեսզի անկեղծ լինենք եւ խոսենք եւ մեր տեսակետները կիսվենք։ Սիրով։ Այդ ամենի վերաբերյալ, ինչպես քաղաքականություն, այնպես էլ բիզնես գործունեություն եւ ինչը՞ չէ նաեւ հասարակական։ Շնորհակալություն Հայկ, իմիջալոցը ասեմ, որ ես միշտ երբեմն շատ ներվային վիճակում եմ, երբ այսպիսի հարցազրույցներ եմ ունենում, որտեղ հայերենը իմ ամենաառաջին լեզուն չի եւ կատարյալ չեմ կարողանում արտահայտվել հայերենով, բանավանդ արվել է հայերենով։ Դրա համար կներեք թող ներողամիտ լինեն քո հետևորդները եւ լսողները։ Ես ընդհանրապես սիրում եմ, որ հայերեն մաքուր բարեր օգտագործեն, օրինակ, եթե խնդրեմ են ասում, թող խնդիր ասեն եւ այլն, բայց նաեւ ասում եմ, որ մարդիկ հասկանան, եթե լեզուս կապ ընկնի, որտեղ միտքս անգլերենով է մտածում եւ անգլերեն կամ հայացնեմ անգլերեն բարը, դուք ինձ ճշտեք եւ խնդրում եմ, ես էլ կսովորեմ։ Արուր ջան, իրականում քո հայերենը շատ լավն է եւ բավական վարժ եւ արևելահայերեն եւ արևմտահայերեն ես տիրապետում։ Հա։ Եկեք սկսենք քո ընտանիքից ու քո պատմությունից։ Իմ հետևորդների մեծ մասը նաև Հայաստանում են։ Այդ իսկ պատճառով այն բոլոր մարդիկ, ովքեր չեն ճանաչում քեզ, քո ընտանիքը, կուզենայի, որ մի փոքր նկարագրես, պատմես, ներկայացնես, որտեղից են հարմատները։ Ես ինքս Ամերիկայի Միացյալ Նահանգների ծնունդ եմ, ծնվել եմ Բոստոնում, որտեղ իմ հայրս մայրս եկան Ամերիկա 1960-ական թվականների վերջին տարիներին, որ իրենք իրենց ուսումը շարունակեն համալսարանում, հայրս Harvard համալսարանի քիմիայի դիվիզիայի բաժնի բժշկական, այսինքն PhD-ին սովորեց, լրացրեց, պաշտպանեց, այսինքն իմ արմատները արևմտյան Հայաստանից են, հորս ընտանիքը Կեսարիայից է եւ Օվաջիկ անունով շրջանից, Պոլիսի շուրջ, Ադաբազար եւ մարդիկ կան, որ Ադաբազարի արմատներ ունեն, իսկ մորս ընտանիքը Անկարայից դուրս մի գյուղ կար Ստանոս եւ Իզմիրից, Սմիրնա, եւ Ջարդեից հետո մորս ընտանիքը գնաց Հունաստան, հորս ընտանիքը հաստատվեց Երուսաղեմում, ինքը ծնվել է Երուսաղեմում, մայրս ծնվել է Աթենքում, բայց 47-ին մորս ընտանիքը վերագաղթեց Հայաստան, ինչպես շատերը, եւ մայրս հայրս իրարու հանդիպեցին, հայրս մեծացավ Բեյրութ, Լիբանան, եւ 50-ական թվականներին, երբ Սովետ միությունը արդեն շատ զորավոր էր գիտությունից, Երևանի պետական համալսարանի եւ մանավանդ Երևանը հրավիրում էր բոլոր սփյուռքը հայերին, որ գան սովորեն Հայաստանում։ Եվ հորս երազը, ինչպես շատ հայեր երազը, վերադառնալ հայրենիք, օգտակար լինել հայ ազգին եւ գնաց Երևանի պետական համալսարանում սովորեց, որտեղ իրար հանդիպեցին, ամուսնացան, եկան Ամերիկա եւ գրեթե մեծամասնությունը իրենց կյանքի անցկացրեցին Ամերիկայում, արևելյան նահանգներում, Massachusetts, New Jersey, մի կարճ ժամանակ նաև Կանադա, Օթավա քաղաքը եւ հետո 80-ական թվականներին ընտանիքս վերադարձավ Հայաստան, որտեղ հորս աշխատանքը, որ օդի ջրի, հողի մաքրման, environmental այդ բնապահպանական հարցերով ինքը մասնագետ լինելով հրավերով վերադարձավ Հայաստան եւ ես այդ ունեցա մանկապարտեզից հետո 2 տարի գնալ անգլերեն լեզվի թեկնմով Սովետական Հայաստանում դպրոց, մի տարի Եղիշե Չարենց դպրոցը, հետո մի տարի էլ Փոսի դպրոց են ասում։ Եվ դրանից հետո վերադարձանք Միացյալ Նահանգներ եւ ես ապրել եմ Կալիֆոռնիայում, Գլենդելում, համարում եմ ինքս արդեն գլենդելցի եւ կարճ կենսագրականս եւ դա ունեմ 2 եղբայր, մեծ եղբայր, փոքր եղբայր, Հարություն Բազգեն, Արտաշես, բայց բոլոր գիտեն ինձ իբրև Արդի քաղաքական աշխարհում։ Պատճառը, որ ես Արտաշես անունը նախընտրում եմ, բայց Արդին ասում են, որովհետև երբ ես աշխատում էի հայկական հարցերով, քաղաքական, երբ որ հանդիպում ես կոնգրեսականի հետ կամ որևէ կարևոր դեմքի հետ Վաշինգտոնում եւ ընդամենը 15 րոպե ունես, որ բացատրես հայեր ով են Հայաստանի ինչու պետք է Ամերիկան օգնի Հայաստանին, այդ 15 րոպեի 5 րոպեն չես ուզում օգտագործես մենակ քո անունը ինչպես ասել է բացատրելով։ Սա Արտաշեսը դարձավ Արդի դժբախտաբար։ Բայց իմ ուսումը ես քիմիա սովորեցի UCLA-ում առաջին տարին, հետո շուտ փոխեցի մասնագիտությունս պատմությունի, ավարտելով UCLA-ից պատմությունով եւ հետո նաեւ ապագայում ստացա master's degree Northwestern համալսարանից
քաղաքական եւ քաղաքական կառույցների կառավարման մասնագիտությամբ Masters in Public Administration եւ Public Policy։ Գիտե ամբողջ կյանքս համալսարանից ի վեր նվիրել եմ քաղաքական կազմակերպելու community organizing համայնքին ինչպես համախմբել։ Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ հայեր շատ կան տեխնացուներ քաղաքական աթոռների, մանավանդ Գլենդելում, վստահ եմ դրանն էլ կանդրադառնանք, բայց մի ժամանակ կար, որտեղ հայերը ոչ միայն քաղաքականությունից քաշվում էին, բայց բոլորին չէին ուզում մասնակցել, համարում էին կարծես թեպետ հիվանդություն։ Եվ ես համալսարանում սովորելով մի քանի դեպքեր եղան UCLA երբ սովորում էի, որ ինձի արտընծրեցին իրականությունը տեսա, թե ինչ է Ամերիկայում ապրել, քաղաքացի լինել եւ պահանջատեր լինել քո իրավունքներին եւ շահերին։ Եվ այս ժամանակներն էին 90-ական թվականներին, երբ Կալիֆոռնիայում սպանախոս գաղութը սկսեցավ իսկապես աշխուժանալ, ընտրել սպանախոս ծագումով, մեծամասնություն մեքսիկացի ծագումով դեմքեր, տարբեր մեծ աթոռներին, կարևոր աթոռներին, իրենք անշուշտ ունեին թվերը քաղաքացիական, որտեղ Կալիֆոռնիան շատ խոր արմատներ ունի սպանախոս գաղութի հետ, եւ նաեւ տեսանք ինչպես ուրիշ ազգերն են սկսում կազմակերպել, ակտիվանում էին, շատ էին ակտիվանում, հոյակապ ձևի, եւ մենք այդ այցից օգտվելով իրենց օրինակից սովորելով սկսեցինք կազմակերպել հայ գաղութուն։ Այն ժամանակները 90-ական թվականների վերջին, երբ կային մոտավորապես 70 դեր կային այն ժամանակ էլ 60,000 գոնե հայություն կար Գլենդելում, ընդամենը 1000-ից ավելի պակասն էին քվեարկում մասնակցում քաղաքային ընտրություններին։ Այսինքն բոլորին թմրած զոմբիական վիճակ էր։ Տարբեր պատճառներով ես ինքս հավատում եմ, որ որևէ համայնք ոչ միայն հայեր, երբ գալիս են Միացյալ Նահանգներ եւ գալիս են մի երկրից, որտեղ քաղաքական մասնակցությունը ընդունված չի կամ ունի շատ ծայրահեղ հետևանքներ, բացասական հետևանքներ։ Ընդհանրապես այդ հետաքրքրությունը չկա։ Շատ իմիգրանտ գաղութներ, իրենց մտածելակերպը հետևյալն է. ես չխառնվեմ քաղաքականության հետ, թող քաղաքական ուժերն էլ չխառնվեն իմ հետ։ Եվ հայերը որտեղից էլ որ լինեին, Պարսկաստան, Լիբանան, Միջին Արևելքի որևէ երկրներից, Հարավային Ամերիկայի որևէ երկրներից այդ մտածելակերպով էին եկել։ Անտարբերություն էին դրսևորում։ Եվ մենք փորձեցինք դա փոխել, հաջողեցինք եւ կարճ ասած դա է իմ անցյալը, իմ ամբողջ գրեթե կյանքիս կեսից ավելը նվիրել եմ հայկական, ամերիկյան քաղաքական աշխատանքին։ Շատ շնորհակալություն այս հակիրճ, բայց բովանդակալից պատմության համար, որովհետև իրականում շատ կարևոր է, երբ որ մենք գիտենք մեր արմատները, ճանաչում ենք, ապրում ենք նույն այդ դասերով, որոնք որ մեր սերունդները պետքա ստանան նաև մեզանից։ Մեր ծնողների ժառանգած այն ամենը, ինչը որ սերունդներով իրենք էլ ժառանգել են իրենց ծնողներից։ Ինչևից է, անցնենք ավելի ակտիվ մեր օրյա զրույցներին։ Սիրով։ Դու բավական ակտիվ ես, քեզ բոլորը ճանաչում են որպես Արդի Խացախյան, ճանաչում են նախկին քաղաքապետ եւ ներկայիս քաղաքական խորհրդի անդամ։ Դու ակտիվ ես հայկական գրեթե բոլոր ուղղություններում, հասարակական գործունեություն։ Հարցն եք, մարդկա որևէ կասի բավարար ակտիվ չեմ, բայց փորձում եմ անել այն, որին հասնում եմ։ Ես կասեի միակ դեպքը, որ դու ակտիվ չես եւ քիչ ես հասցնում անել, դա քո ընտանիքի հանդեպ հոգատար լինելն է։ 100% ճիշտ ես, ափսոս։ Հա։ Մենք բոլորս այն մարդիկ, ովքեր որ գերզ բախված են հասարակական եւ բիզնես առօրյայով, ավելի քիչ ժամանակ են տրամադրում իրենց զավակներին, ես գոնե դրականատեսն եմ։ Շնորհակալություն։ Արդի, ինչա կատարվում հայկական համայնքում, մասնավորապես Գլենդելում։ Գլենդելը ընդունված է համարել հայերի համար այն հիմնական բնակավայրը, որտեղ որ հայերը մասնակցում են եւ քաղաքային կյանքին, եւ հասարակական կյանքին, կենտրոնացած են Գլենդելում հայկական գրեթե բոլոր մշակութային, կուսակցական հաստատությունները, ինչ է կատարվում։ Հայերը ակտիվ են, կարելի ասել ամեն տեղ։ Նույնիսկ այնքան ակտիվ են, որ հակասություններ են առաջացել մեկ մյուսի մեջ։ Լավ բաներ կան, որ տեսել ենք, եւ նաեւ բաներ կան, որ կարող են դեր ավելի լավ լինեն, եւ ասեմ լավից սկսեմ։ Առաջինը, որ շատ ավելի մարդ ուզում է մասնակցի քաղաքականության մեջ, ձգտում են մասնակցելու ընտրություններին իբրև տեխնացու, ուզում են ընտրվեն եւ այլն։ Կարծում եմ դա շատ լավ նշան է, ես դրանով հպարտանում եմ, որովհետեւ կարծում եմ
Ամերիկայում մի իրականություն կա քաղաքականության մեջ, մի խոսք ասում են, եթե դու սեղանին չես նստած, ուրեմն դու մենյուի վրան ես, այսինքն եթե դու չես նստած այն սեղանին, որ որոշումներն են կայացվում քո մասին, ուրեմն ուրիշներն են որոշումներ անելու քո հանդեպ, քո մասին, քո ապագային ազդող։ Եվ դրանով կան ավելի հայեր այսօր, քան անցյալում, բայց թե ձևը, ոճը, նպատակները յուրաքանչյուր տեխնացուն, թե ինչի են մասնակցում կամ ընդհանուր, այսինքն հայ սփյուռքի մոտեցումը այն մարդահրավերներին, որ կան մեր դիմաց իբրև հայություն, լինի դա որևէ երկրում գտնվող մանավանդ այսօր Հայաստանում, ինչպես Հայաստանում մի ասացված կար կամ խոսք, հլա շատ հաց ու պանիր պետք է ուտենք։ Հասունությունը դեր չենք ձեռք բերել։ Ուրեմն մենք մասնակցում ենք, բայց ոչ հասուն հասկացող ձևի։ Եվ բավականին օրինակներ կան, եւ չեմ ուզում որևէ մեկը վիրավորվի, որ ասենք թե իրանց կոչում ենք, որ հասուն չեն կամ այսինքն, բայց իրականությունն այն է, որ բոլոր գաղութներն էլ սրանից անցնում են։ Մենք պարզապես, ինչպես ես միշտ փորձում եմ իմ զավակիս հիշեցնել, խելացի մարդիկ կան, որ իրենց սխալներից սովորում են, բայց ավելի խելացի մարդը ուրիշների սխալներից պիտի սովորի եւ չկրկնի իրենց սխալները։ Կարծես թե մենք մեր հայերս ուզում ենք մենք մեր սխալներից սովորենք դեր։ Շատ եմ մտածում, երևի չափից ավելի եմ խորանում ինքս իմ մտքի մեջ եւ երբեմն ես քանի պատմության աշակերտ եմ եւ շատ եմ սիրում կարդալ պատմություն, նույնիսկ երբ դասի հետ չի վերաբերվող, գնայի գրադարան որևէ գիրք, որ ինձ հետաքրքրում է մարդկային պատմության որևէ էթափին, սկսում եի կարդալ եւ խորանալ եւ միշտ փորձում եի գտնել օրինակներ, բաներ, որ համեմատելի են այսօրվա, նույնիսկ հռոմեական, ասենք թե կայսրության անկումը ինչպես է նմանում այսօրվա վիճակին, մեծ ուժերի եւ այլն։ Այդ բաները ինձ միշտ հետաքրքրել են եւ երբ հայ սփյուռքի մասին ենք խոսում կամ հայ գաղութի մասին, կարծում եմ մենք չափից ավելի իբրև հին ազգ լինելով երբեմն մոռանում ենք մեր մոտ անցյալը։ Կա այս երևակայական իդեալ գաղափարը, որ մարդիկ իրանց պատմում են եւ սկսում են հավատալ, թե սփյուռքը պիտի միշտ գոյություն ունենա, կարծես թե սփյուռքը անվերջ է։ Իսկ եթե որևէ մեկը ապրել է այստեղ կամ հետևել է կամ ուսումնասիրել է Ամերիկայում սփյուռքը հայ գաղութի պատմությունը, կտեսնի, որ յուրաքանչյուր տարբեր սերունդ գաղթողների ի վերջո անհետանում է։ Շատ քիչ հայ կա, որ ասենք թե Ամերիկայում ապրել է 4-5 սերունդ եւ դեր իր հայությունը sense զորավոր պահել է եւ նույնն էլ կարող ես ասել իտալացի, ամերիկացիներին, իռլանդացի, նույնիսկ սպանախոս, ոչ այնքան ասենք թե սպանախոսներին, որտեղ երբ նայում ես այն երկիրը, որ մեր սահմանում է հարավային հատվածում Հյուսիսային Ամերիկայի, շատ մեծ քանակով սպանախոս երկիր է։ Իսկ Կանադան արդեն համարվում է մեր հիմակվա ներկա նախագահից իբրև 51-րդ նահանգը։ Ես չեմ հավատում, բայց ասենք թե մշակույթով լեզվով շատ մոտիկ են, բացի ասենք թե Քեբեկ, Օտավա, որտեղ երկու լեզվանի ֆրանսախոս են։ Դա մի կողմ դրած հայությունը այսօր ավելի Հայաստանից Հայաստանի ոճով սփյուռքահայություն կա, որ բոլորին տարբեր է 30 տարվա առաջվա սփյուռքահայությունից։ Մանավանդ Գլենդելում 70-ական, 80-ական, մինչև 90-ական թվականների սկիզբը մեծամասնությունը հայ Գլենդելում պարսկահայերն էին։ Կային արևմտահայ տարբեր Բեյրութից, Սուրիայից եւ այլն, բայց հետաքրքիր է, ես երբեմն նշում եմ, որ կարող ես իմանաս ով է ապրում միտեղ, որ տեսակ հայ է գնալով նպարատուններին եւ տեսնելով խանութներում ինչ է ծախվում։ Օրինակ արաբական հացը այսօր գրեթե շատ դժվար է գտնել, իսկ երբ ես փոքր էի, արաբական հաց ամեն նպարատունում կար։ Եվ նույնիսկ այդ կերակուրները, ճաշարանները եւ այլն ավելի քիչ միջին արևելյան ոճով են եւ ավելի Հայաստանի հայկական ոճով։ Եվ դա այդ փոփոխությունը, այսպես ասած, տեղի ունեցավ, կարելի ասել, վերջին 5-7 տարիների ընթացքում։ Ոչ, կասեի 89-90-ական թվականներին սկսավ, բայց այդ քաղուտը, այդ հոսանքը ներգաղթների այնքան դեռ նոր էին եւ եկան շատ քիչ առավելություններով եւ միջոցներ իրենց առաջ, այսինքն առավելություններով, որ դժվար էին ոտքի կանգնելով, բայց կանգնեցին եւ փայլուն մի սերունդ էր, որտեղ այդ սերունդը մեծամասնությունից շատերը կրթված սովետական այդ գիտության, մաթեմատիկայի կրթությունով, երաժշտությունով, գրականությունով այդ գաղութներ կարող է եկան առանց ոչ մի բան ունենալու, որտեղ սովետական միությունի անկումը անակնկալ էր եւ արդեն
շատ խեղճ վիճակ էր Հայաստանում այդ օրերին երկրաշարժից հետո Արցախի անկախության շարժումից հետո, բայց փայլուն սերունդ էր։ Ես հիշում եմ ինչ նույնիսկ այսօր դա իմ սերունդն էր, իմ դասընկերներն էին, որտեվ ես 94-ին եմ ավարտել ըստեղի Ամերիկայում ասված high school-ը, 12-րդ դասարանը։ Եվ այսօր ունեմ ընկերներ այդ սերունդից, որ բժիշկներ, իրավաբաններ, ինժեներներ, ատամնաբուժեր, հոյակապ անձնավորություններ, դա չգիտեմ ինչ շատ փոխվեց, բայց այսօրվա գաղութը տարբեր է, օրինակ շատերը որ գալիս են այսօր, գալիս են գումարներով, փողերով կամ կարողանում են ներդրումներ անել Հայաստանից, դա անցյալում չէր իրականություն։ Հայաստանը այն ժամանակ ավելի էր հենվում Սփյուռքի վրա, իբրև նյութական օգնության, այսինքն մի ռեսուրս, եւ այսօր այդ նույն կարծեմ պահանջները այնքան էլ չեն։ Ասածս ինչ է, որ այսօրվա հայությունը հիմա Գլենդելում որ կա աշխուժ է, կա անում է իր ներդրումները, կան ուրիշ երկրներից, օրինակ Սուրիայից եւ Պարսկաստանից, նույնիսկ այսօրվա Պարսկաստանի դեպքերից կամ ասենք թե Ռուսաստան Ուկրաինայի պատերազմից հետո այնքան էլ հոսանքը մեծ չի եղել, բայց կան։ Դեր մարդիկ գալիս են։ Արդեն Գլենդելը ճանաչված է, կարծեմ աշխարհով մեկ իբրև հայ համայնքի կենտրոն, բայց նաեւ ասեմ, հա գիտես ինչն է, որ մենք մեզի ենք փորձում խաբել 20-ական թվականներին Ֆրեզնոն նույն չափ աշխուժ էր, որքան Գլենդելը, ամենօրյա օրական թերթերով, ռադիոյի կայարաններով, բեմադրական տարբեր կամերային խումբերով եւ այլն, տարբեր եկեղեցիներով։ Այսօր եթե գնաս Ֆրեզնո, հայություն կա, բայց նույն հայությունը չի, ինչ որ կար 1890-ից մինչև 1900։ Հիշենք, որ Անդրանիկ Զորավար Ուզոնյանը երբ եկավ Ամերիկա հաստատվեց Ֆրեզնոյում։ Խեղճ Զորավարը մահացավ Ֆրեզնոյում, մինչև իր շիրիմը տեղափոխվեց Փարիզ։ Եվ հայության կենտրոնը ամբողջ Ամերիկայում Ֆրեզնոն էր։ Այսօր դա բոլորովին անհետացել է գրեթե։ Այսինքն կան նմուշներ, այստեղ գնաց Սարոյանի արձան, այն փողոցը, որտեղ հին հայ գաղութներ դեր կա, եկեղեցին առաջին եկեղեցիներից մեկն էլ դեր կա, բայց շատ քիչ հայեր կան, որ այդ առաջին օրերն են հիշում։ Ասածս ինչա, որ Գլենդելում այո այսօր կան, բայց վաղը 50 տարի հետո Գլենդելը չի ճանաչվի իբրև հայ քաղաք։ Հայերից շատերը իրենց գործունեությունը կազմակերպում են հենց Գլենդելում։ Գործարար գործունեության մասին է խոսքը, որպես բիզնեսներ, բիզնեսմեններ, ինչ արտոնություններ, ինչ հնարավորություններ են ձեռում Գլենդել քաղաքը գործարարների համար եւ արդյոք հայերը ինչ որ առումով տարբերվում են մնացածից։ Կարծում եմ այն բաները, որ քաղաքը փորձում է անել, կատարել, առավելություններ ստեղծել բիզնեսների համար, առավելություններ են, որ յուրահատուկ չեն որևէ մի խումբի ազգի փոքրամասնության։ Մենք ուզում ենք ստեղծենք մի միջավայր, որտեղ բիզնեսները կարող են գան զարգանան, նաև մենք ունենք մի պարտականություն իբրև կառավարական կազմ իբրև քաղաք, որ այդ զարգացումը լինի օրենքների սահմաններով եւ լինի կարգապահ եւ անշուշտ ապահով մթնոլորտ ստեղծելով։ Մենք փորձում ենք արագացնել, ասենք թե գործընթացը, որ կարողանանք օգնել բիզնեսներին ավելի շուտ բացվել, բայց անշուշտ երբ կառավարական մարմին ես, այսինքն որևէ մեկը չի ասել, որ ես ուզում եմ լինել արագ եւ ճկույն, ինչպես քաղաքական կազմերն են, չէ՞, դա երբեք չես կարողանում պատասխանես քաղաքական։ Մենք տարբեր նույնիսկ լինի Հայաստանում, որևէ երկրում չկա այդպիսի բան։ Գուցե արևելյան երկրներում օրինակ կան մարդիկ, որ ասում են Չինաստանում ավելի արագ են բաները աշխատում, բայց Չինաստանը նայած որտեղ երևի կամ բարեկամն ես կամ կուսակցության հետ ոնց Իրականում Գլենդելում այսօր բիզնես դնելը եւ բիզնեսով զբաղվելը ինչքանով է ձեռնտու եւ ինչքանով է նպատակահարմար։ Ես կարծում եմ միշտ, բայց նայած ինչ է բիզնեսը եւ ինչ է նպատակը։ Ես ինքս հավատում եմ, օրինակ վերջերս մենք նշանակվեցինք իբրև Los Angeles County ամենա-business friendly, այսինքն նպաստ բիզնեսներ բացվելու քաղաքը։ Եվ հիշենք, որ ինչն է առավելությունը, գլխավոր առավելությունը Գլենդելի հետեւյալն է։ Մենք գտնվում ենք երկրագնդի վրա ամենաերևի մարդաշատ անկենտրոններում։ Անշուշտ երբ ես ճամփորդում եմ արտասահմանում եմ, երբ մեկը հարցնում է որտեղից ես, բացի Միացյալ Նահանգներից, ասում եմ Լոս Անջելեսից եմ, որտեղ Գլենդելը ընդամենը Լոս Անջելես մարզի մեջ, որտեղ գոյություն են 88 քաղաքներ, մենք երրորդն ենք, հիմա 4-րդ ամենամեծ քաղաքն ենք բնակչությունով։
Բայց որտեղ որ մենք գտնվում ենք freeway-ների խաչմերուկներին, որտեղ freeway-ները մեծ հոսանքները ճամփորդության ապրանք բերել տանելու գտնվում են, երբ նայում ենք downtown կենտրոնը հենց Los Angeles բուն քաղաքի ինչ հերավորությունի վրա է, Hollywood-ը եւ այլն, այս աշխարհահռչակ բոլոր կենտրոնները, Port of Los Angeles եւ Port-ը, այդ նավահանգիստները երկու San Pedro եւ Los Angeles-ի ամենաաշխուժ նավահանգիստներն են ամբողջ Ամերիկայով մեկ, ինչ որ գալիս է Չինաստանից, որ գրեթե այս օրերին ամեն ինչն է գալիս է այդ նավահանգիստներում եւ հետո տարածվում է ամբողջ Միացյալ Նահանգներին։ Այսինքն Glendale-ի մեր դիրքը արդեն նպաստավոր է։ Հա, նպաստավոր է։ Եվ ասեմ, որ որովհետեւ այսքան բնակչություն կա, այսքան մեծ է, տարբեր եկամուտի այս հատվածները խավեր կան սոցիալական, օրինակ Ամերիկանա կենտրոնը որ կա, Glendale Gallery-ան կա, շատ ապրանքներ, երբ ուզում են տեսնել ամերիկյան մյուս շուկաներում ինչպես կաշխատի, սկսում են Glendale-ում։ Ներառյալ Apple կոմպյուտերների առաջին խանութը բացվեց Նյու Յորքում, արևելյան ափերին, արևմտյան ափերի առաջին խանութը Glendale-ում էր, Ամերիկանա խանութում։ Ես իրականում գիտեմ, որ տասնյակ միլիարդների կապիտալ ունեցող բիզնեսներ հենց սկսել են Glendale-ից։ Այո, եւ դեռ սկսվում են բիզնեսներ, որի հիմնադիրները հայեր են, հպարտ են իրանցմով եւ կարծում եմ, որ Glendale-ը կշարունակի այդպիսի տեղ լինել, որտեղ ունենք մասսան բնակչական եւ եղանակն էլ արտակարգ է։ Ես հավատում եմ Կալիֆոռնիան ամենաիդեալ նահանգն է եւ որ դա միայն իմ հավատքը չի, երբ նայում ենք տնտեսական ուժի տեսակետից, 3-րդ կամ 4-րդ հիմա տնտեսական ուժն է ամբողջ աշխարհում։ Եվս մեկ հարց, ինչ վերաբերվում է հարկային պայմաններին, արտոնություններին, հնարավորություններին։ Glendale-ը ինչ որ առումով տարբերվում է նաեւ դրանով, ճիշտ է։ Այո, մենք ավելի անցյալում քիչ հարկ ենք դել մեր բիզնեսների վրա, բայց կարծեմ ժամանակները փոխվելու են, մեր ծախսերը շատանում են, մենք նաև չունենք որևէ բնական, ասենք թե resource-ների աղբյուր, որից մենք կարող ենք օգտվենք, մենք հանքեր չունենք, նավթ չկա Glendale-ի տակ թաքնված, այսինքն մենք պիտի օգտագործենք հարկերը եւ մանավանդ մեր քաղաքային բյուջեն, որ տարեկան աշխատանքի բյուջեն 350 միլիոնի շուրջ է, իսկ ընդհանուր բյուջեն քաղաքի 1.2 միլիարդ դոլարի բյուջե է, բայց այդ 350-ն է, որ մեզի համար կարևոր թիվն է, որտեղ մենք եթե որևէ մի պատահեց, որ փող չունենանք, այդ քանը գոնե պիտի ունենանք ինչքան մոտ դրան, որ կարողանանք մի քանի ամիս կարողանանք մեր ծախսերը փակել։ Դրա կես քառորդը 25%-ը գալիս է property tax-ից, այսինքն հողի ծախելու եւ մյուսն էլ sales tax, արևտրական հարկերից։ Եվ sales tax-երի ամենամեծ արտադրությունը գալիս է, օրինակ մենք ունենք Brand Boulevard of Cars, մեքենաների վաճառքի, ավտոմեքենաների, ինքնաշարժների եւ նաեւ Glendale Gallery, որտեղ խանութներ կան, ճաշարաններ կան եւ այդ տեսակ աշխուժություն կա։ Մենք կարող եմ ասել համեստորեն եւ մի քիչ նախանձությունով, որ չենք համեմատվում, ասենք թե Beverly Hills-ի այդ ավելի ճոխ, ավելի թանկանոց ճաշարաններով, բայց այն ինչ որ ունենք, մեզի բավարարվում է, բայց ավելին է պետք, որտեղ մեր աշխատողները պահանջում են ավելին, չէ՞։ Բոլոր բիզնեսները, բոլոր քաղաքները այսօր ունեն նույն խնդիրները, նույն մարտահրավերները, որից հրշեջի կամ ոստիկանաբաժինների աշխատողները, որ ընդհանրապես 60%-ն են մեր բյուջեի աշխատավարձներ, անընդհատ պետք է մենք կարողանանք իրենց վճարել մի աշխատավարձ, որը պահում է իրենց Glendale-ում։ Մենք նաև ունենք Los Angeles County-ում քաղաքներ Beverly Hills-ի նման, Santa Monica-ի նման, որ չափսով կամ որակով համեմատելի են կամ աշխատակազմի քանակով, եւ շատ անգամ մեր աշխատողները նախընտրում են փոխանակ Glendale մնան, 20 րոպե ավելի մեքենայով քշեն կամ կես ժամ ավելի նստեն freeway traffic-ի մեջ եւ գնան այդ քաղաքների համար աշխատեն։ Դա իրականություն է։ Դա մենք իբրև քաղաք մրցում ենք մյուս քաղաքների հետ, լինի Burbank, Pasadena, եւ պետք է համեմատական լինենք, մրցակցային համեմատական լինենք մյուս քաղաքների հետ։ Դա անընդհատ խնդիր է։ Եվ մենք պետք է փորձենք մեր ձևը մոտեցումը փոխենք, որովհետեւ գիտենք չենք կարող նյութապես կամ փողով համեմատվենք մյուսների հետ, որովհետեւ անկարելի է։ Ինչ սպասեն մարդիկ այդ դեպքում, ինչա լինելու, այսինքն Glendale-ն ավելի հարկերը մեծացնելու է եւ բիզնեսի համար միջավայրը հարկերը բնականապես միշտ են շատանալու։ Դա իրականություն է։ Եվ ամեն ինչի գինն է շատանալու, ինչ որ արժեքն է տարբեր ծառայումների կամ
services եւ այլն։ Բայց ինչ ձևով մենք կարող ենք ավելի պարտաճանաչ, ավելի հոգատար լինել եւ մեր մոտեցումը ինչ է այդ հարկի ավելացնելու, դա է կարևորը։ Օրինակ տամ, Ամերիկայում կա ամեն տարի գրեթե 2 կամ 3% inflation կամ consumer price index-ով ամեն ինչի արժեքը բարձրանում է։ Պետք է մենք դա նախատեսենք կամ պատրաստվենք, հեատես ավելի մոտեցում ունենանք եւ ասենք փոխանակ սպասենք, հետո մի անգամից 20% բարձրացնենք, ժողովրդին ասենք ամեն տարի 2.5-ից 3.5% պիտի բարձրանա եւ էլեկտրականություն, եւ ջուրը, եւ ինչ որ հիմա մենք ենք անում, ինչ որ ես սկսեցի անել վերջին 4-5 տարվա ընթացքում։ Այդ անցյալում չարվածները, որտեվ ասենք թե քաղաքային խորհուրդը չէր ուզում նեղացնել, օրինակ COVID-ի ժամանակ ես էլ եմ եղավ, որտեվ COVID-ի ժամանակ իմանալով որ խանութները պարտադիր փակված էին, մարդիկ պարտադիր չէին աշխատում, տունն էին, մենք ոչ մի հարկ չավելացրեցինք։ Բայց ամեն տարի որ չես անում, 2 տարին նույնիսկ եթե 3 տարին չանես, արդեն 6-5-8% դու բաց ես թողել այդը բարձրացնելու։ Նախնդրելի չի բարձրացնել, եւ ես մի ժողովուրդը որ ջղայնանում եմ եւ հասկանում եմ ինչու են ջղայնանում։ Ես էլ հարկ վճար։ Ով կա աշխարհում, մեկը ցույց տուր որ հարկ վճարել սիրում է։ Արաբոտ արնանում ասում է Իրանի աշխատեմ, որ ավելի կառավարությանը իմ քրտինքի հետ աշխատած փողից տամ։ Բայց ժողովրդին նաև հիշեցնում եմ, այն ինչ որ ձեզի վրա բարձրանում է քաղաքային խորհրդի որոշումով, ես էլ եմ վճարում։ Այսինքն քաղաքային խորհրդի դիսկաունտ չկա որևէ ծառայության վրա։ Ես անում եմ, որովհետև ես ուզում եմ Glendale-ը լինի ամուր գետնի վրա ֆինանսապես ապագային եւ խնդիրը այն է, որ դեռ ես չգիտեմ ինչպես պիտի այդ գետին ամրացնենք, որովհետև դրանից բացի մեր աշխատավարձները որ վճարում ենք թոշակի, որովհետև մենք մի հատ բյուջեի, մի հատ փուլ կա փողի, կոչվում է PERS, Public Employee Retirement System։ Եթե դու հանրային աշխատող ես, բոլոր քաղաքները որ ունեն այդ հանրային աշխատողները, մի հատ ֆոնդի մեջ են իրենց փողերը դնում, ամենամեծ, ամենազորավոր, ամենաազդեցուցիչ ֆոնդերից մեկն է, եւ PERS-ը որոշում է փողը վերցնել այս բանից մյուսի մեջ դնել, Wall Street-ը միանգամից sense զգուշ նայում է թե Կալիֆոռնիա նահանգի հանրային աշխատողների ֆոնդը որտեղ է իր փողը դնում տանում։ Մենք այդ ֆոնդը 20 տարից ավել առաջ խոստումներ տվեց իր աշխատողներին, որ մենք տարեկան ձեզի պիտի, չգիտեմ որ տոկոսներ, հիմա ես ասում եի նախքան այս զանգակը, որ մանրամասն թվերով ես երբեմն հիշողությունս չի այն ինչ որ է, բայց այդ ֆոնդը խոստացել է այս տոկոսը return, վերադարձ investment-ին, երբ չի նախատեսում, որ էկոնոմին կարող է անկում ունենա, Wall Street-ը կարող է բոլորին քանդվի, ինչպես տեսել ենք եղել է քանի անգամ, եւ փոխանակ 7% ստանաց քո դրած փողի դիմաց, ընդամենը 2-3 կամ կորուստ ես ունեցել։ Բայց PERS-ը guarantee է անում, այսինքն ասել է, որ այսքան պիտի տանք մեր թոշակառուներին։ Դա մեզի մեծ հարված է։ Մենք ունենք պարտքեր, ինչպես շատ քաղաքներ, ոչ թե շատ, գրեթե բոլոր քաղաքները հանրային Կալիֆոռնիայում այս նույն how do you say edge of a cliff, այս ձորի կանգնած ենք, նայում ենք թե երբ է ընկնելու։ Եվ մինչև հիմա փայտին խփենք թու կարողացել են բոլոր քաղաքները մնան այս վիճակին։ Բայց ամեն դա ինձ ինչ է գիշերները արթուն պահում այդպիսի հարցերն են, թե ինչպես են։ Ես իմ հարցերը փորձում եմ կառուցեմ փաստացիորեն այն տրամադրության վրա, թե մենք հայերով ինչպես կարող ենք մեր բարեկեցությունը ապահովել, օգտակար լինել բնականաբար այն երկրին, որտեղ որ մենք ապրում ենք, ապրենք օրենքի շրջանակներում, ձևավորենք կապիտալ, հարստանանք եւ օգտակար լինենք նաեւ մեր երկրին, Հայաստանին։ Երկու հարց կան դեռ։ Գլենդելում ապրող հայը։ Հա։ Գործնեության ինչ, այսպես ասած, քաղաքականություն, ուղղություն, մոտեցում պետք է ունենա, որպեսզի կարողանա եւ օգտվել այն խորհուրդներից, որը որ դու տալիս ես եւ քաղաքային իշխանությունների աջակցությունից կամ օրենքների աջակցությունից եւ փաստացիորեն անել այն, ինչը որ նպաստավոր է եւ բիզնեսին եւ Հայաստանին։ Ես ինքս հավատում եմ, որ ամեն մեկը պետք է առաջինը մտահոգվի իր անձնական ընտանիքի, երեխաների ապահովությունով, դաստիարակությունով։ Փող ունենալ լավ բան է, բայց ամեն ինչը չէ, չէ՞։ Միանշանակ։ Եվ ասում են ամեն մարդ մտահոգվում է շատ բաներով, բայց երբ հիվանդանում ես եւ առողջությունդ լավ չի, փողը արդեն երկրորդական է դառնում։
Բայց Ամերիկայում մենք շատ ենք մտածում փողի մասին։ Եվ ավելի ենք մտածում, քան ասենք թե մեր մշակույթային ավանդույթներ, որտեղ կենցաղը բավական հոգսաշատ է։ Հա։ Այսինքն նաև մարդկանց մեջ, այսպես ասած, հայրենիքի Հիստանից տեղից հեռու, ասենք մասնավորապես այն սերունդը, որը որ իրեն կարող է էմիգրանտ երևս համարել, խնդիր ունի հիմնավորվելու, երկու ոտով առողջ հողի վրա կանգնելու համար։ Բայց դա պատճառ չի, ես հակառակ եմ այդ մտածելակերպին։ Ինչքան էլ ասենք թե մենք ընկճված լինենք, ես փորձում եմ ինքս ինձ հիշեցնեմ, որ ինչ որ այսօր Հայաստանում տեղի ունենում կամ Սփյուռքում եւ այլն, մեր նախահայրերը սրանից շատ ավելի վատից են անցել եւ շատ ավելին են արել։ Համաձայն եմ, խոսքը դրա մասին չէ, այսօրվա իրականությունն է։ Մենք իբրև պատճառաբանություն, թե ինչի մենք փորձում ենք արդարացնենք մեր թմրածությունը։ Մենք այսօր ունենք ավելի հայ բնակիչ Սփյուռքում, Ամերիկայում, ունենք ավելի նյութական միջոցներ, որով կարող ենք օգտագործենք եւ համախմբվենք եւ ծաղկենք իբրև գաղութ։ Եվ ասեմ, վերջին 30 տարվա մեջ ավելի դբրոց է փակվել հայկական, քան նախկին դրանից առաջ 30 տարվա մեջ դբրոց է բացվել։ Okay, այդ դեպքում ո՞րն է լուծումը, ոնց կա, ինչ աշխատանք կազմակերպենք, որպեսզի դա այդպես չլինի։ Եվ վերջի նույն հայկական համայնքի արդեն ակտիվ ներկայացուցիչները, որոնք ամեն օրվա իրանց գործունեությամբ ապացուցում են, որ իրանք ակտիվ են, իրանք հոգատար են, իրանք մեր մտածելակերպը պետք է փոխվի։ Մենք բոլորս ինքս մեզի փորձում ենք համոզենք, որ մենք անում ենք այն, ինչ որ կարող ենք անել։ Ես կարող եմ ասել, նույնիսկ ես չեմ անում այն, ինչ որ պետք է արվի եւ կարող եմ անել, որտեւ Ամերիկայում մենք շատ հանգիստ վիճակում ենք, մենք այդ սոված անոթի մոտեցումը չունենք մշակույթ պահպանելու, այսինքն մեր համար դա ռեալ եւ ասենք թե ախր Գլենդելում մասնավորապես կամ Լոս Անջելեսում ընդհանուր առմամբ հայերը այնքան շատ են եւ հայկական իրականությունը այնքան է տարածված ամենուր, հա, որ հայը որպես այդպիսին մնացած համայնքների նման հայապահպանությամբ զբաղվելու կարիք կարծես թե չունի։ Եվ դա էլ կլինի պատճառը, որ մենք կդառնանք եւ վերջո ոչ մի այլ երկրում պետական մակարդակով դպրոցներում հայերեն չի դասավանդվում։ Պետական աջակցությամբ, այսպես ասեմ։ Եվ բնականաբար այնտեղ որտեղ որ հայերի մեծականակ կուտակումներ կային, հայկական դպրոց բացելը նախկինում օրհասական էր հայ մնալու համար։ Ներկայումս հայկական մի շարք թաղամասերում հայերեն հասարակական դպրոցներում դասավանդվում է։ Հա, նոր է սկսել եւ հոյակապ է։ Ես գնահատում եմ եւ շնորհակալ եմ։ Մարտիկան, ասենք թե Գրեգ Քորյանի նման, որ այդ գաղափարները առաջ տարան, Շան Սահակյան, Նարին Նահապետյանի նման, որ զարգացրեցին, ես կարծում եմ իրենց աշխատանքը բավարար չի գնահատվում։ Արմինե Ղարպետյանն էլ այն ժամանակ դպրոցների խորհրդի անդամներին, որ դա զարգացնելը, աճեցնելը շատ մեծ գործ էր համայնքի համար։ Գրեգ Քորյանի գաղափարներից մեկն էր այդ այն ժամանակ։ Բայց դա բավարար չի։ Ես այս մտածելակերպ կամ մոտեցում ունեմ։ Ես հավատում եմ, որ որևէ հայ պիտի ինքն իրան հարցնի. ես ավելի եմ վերցնում համայնքից, քան հետ եմ տալիս, եւ եթե ես ավելի եմ վերցնում, քան հետ եմ վերադարձնում, պիտի մտածես, թե ինչ է քո դերը քո գաղութի մեջ եւ իսկապես հայությունը քո համար ինչ է նշանակում։ Որովհետեւ հայ լինել, հայությունը պահպանելը նշանակում է ինքնազոհություն։ Կամ ռեալ կամ փիլիսոփայական։ Շատ հետաքրքիր։ Մենք խոսեցինք գործունեությունից, գործարարությունից, բիզնեսից։ Խոսում ենք հիմա հայապահպանության մասին եւ հայերի ակտիվության մասին, որովհետեւ մեկը մյուսին պիտի օգնի, մեկը մյուսին պետք է լրացնի, այսպես ասած։ Եվ գանք այսօրվա մեր իրականությանը։ Այսօր Գլենդելի քաղաքային իշխանությունների քաղաքային խորհրդի մի քանի թափուր աթոռի համար մրցակցություն են սկսել 5-ից 10 քանի հոգի հայ։ Մեծամասնությունն են հայ, շախշախից չմեծամասնություն, կարծեմ վերջին հաշիվով 12 հոգի եւ գոնե միայն։ Ես գիտեի մոտ 10-ն են, դու մի ասա 12-ն են արդեն։ Այ 10 հայ է կա։ Երբևիցե նման բան եղել է Գլենի պատասխանը։ Եղել է, որևէ ոչ այս քանակով, բայց աթոռներին համեմատ կամ տոկոսով եղել են դեպքեր, երբ հայերը շատ են եղել, հայերը այնպիսի մոտեցում են եցել, որ հայ քվեն կարող է, եթե հայ քվենք ասում ենթադրելով, որ հայ անպայման հային է միշտ քվեարկում, որ ես կարծում եմ, երբ արժանի հայը կան, արժանի են քվե ստանալու հայից եւ օտարից, եղել են։ Ինչքանով է դա արդարացված, կներես։ Ինչը։ Հայերի նմանատիպ քանակությամբ տնտեսությունների մասնակցությունը։ Ինչպես նշեցի, սա լավ կարծում եմ կետա, բայց նաև ուզում եմ
տեխնացուներ լինեն այնպիսի տեխնացուներ, որ հասկանում են ինչ են իրենց դիմաց խնդիրները կանգնած եւ ավելի ռեալ, ավելի կշռված լուծումներ եւ գաղափարներ ունենան։ Այսինքն իրականում պատկերացնեն ինչ է նշանակում լինել քաղաքային խորհրդի անդամ, միգուցե նաեւ քաղաքապետ, ինչ խնդիրներ։ Գիտեք ինչ, երբ շատերն են մոտենում եւ մոտեցել են հարցնելով ես ուզում եմ մասնակցել կամ ես միշտ երազել եմ լինել այսպիսի աթոռին կամ պաշտոնին։ Եվ իմ հարցը իրենց հետեւյալն է միշտ լինում, ասում եմ այսօր աշխարհում ասենք թե գրգռիչ կամ ամենամեծ խնդիրը որն է, որ դու կարծում ես, եթե այսօր այդ հարցը լուծվի, կամ քո անմիջական միջավայրը կլավանա, քո ասենք թե ապրած թաղամաս, քաղաքը կամ ասենք թե երկիրը։ Եվ երբ ասենք թե խորը մտածում են եւ պատասխան տալիս են, իմ հարցը իրենց հետեւյալն է. դե ինչն է արգելքը այսօր, որ դու չես աշխատում այդ նպատակը կամ այդ երազը իրականացնելու եւ հավատում ես, որ միակ ձևը լուծելու քաղաքական աթոռի նստելն է։ Որտեւ ես ինքս ասեմ իմ համար, ես միշտ ասում եմ, ես չընտրեցի քաղաքականությունը ընտրեց ինձ։ Ես քաղաքական աշխատանքով զբաղվել եմ շատ երկար ժամանակ առաջ, քան իմ որևէ պատրաստ, այսինքն անունս տեխնացիության դնելը, առաջ դնելը։ Եվ դա հավատում եմ ճիշտ է երեք, այսօր եւ վաղը։ Եթե ես այսօր պարտվեմ, ասենք թե մի ընտրությունից եւ աթոռից ելնեմ, դա չի նշանակում, որ պիտի իմ աշխատանքը կանգնի, կամ այն բաները, որին ես հավատում եմ այս աշխարհը, որի վրա Աստված դրել է ինձ, որ ես կարողանամ ավելի լավ թողնեմ այս աշխարհը, քան ես գտա երբ ծնվեցի, մեջը պիտի անեմ ամեն ինչով որ կարող եմ։ Ինչ է պահանջվում։ Կարծում եմ շատ մարդ կա հայկներք մեղրով խոսքը կտրեմ, որ հավատում են միակ ձևը անելու աթոռի միջոցով է։ Իսկ Հայաստանում կամ այսօր։ Իսկ արդյոք կա որոշակի ձևակերպում, թե ինչ է պահանջվում տվյալ անձնավորություններից այն ժամանակ, երբ որ իրենք կլինեն արդեն քաղաքային խորհրդի անդամ։ Այսինքն իրենք ունեն համապատասխան գիտելիք, տարբեր մարդիկ ունեն տարբեր մոտեցումներ։ Ինձ մեկը մի օր հարցեց, ասեց ըստ երևույթին Երևանում քաղաքապետը ընկնիա վարորդ ունի եւ մեքենա ունի եւ այլն, եւ մեկը հարցնում է, ասեց դու ինչ ունեք Գլենդելում, ասեցի մենք մեզ ենք շմաճ ծախանի վարորդ, ինչ վարորդ, կամ մենք չունենք որևէ տեսակ ընդամենը Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ լինելու $17,000 է տարեկան աշխատավարձ։ Տեղի պայմաններով զերո է։ Եվ մարդիկ ասում են դու անգլերենով ասում են politician ես, հայերենով քաղաքական գործիչ։ Ես հիշեցնում եմ, ասում ոչ, I'm a public servant։ Ես հանրային ծառայ եմ, քաղաքացիական ծառայ եմ, եւ պիտի դրանով մոտենաս քաղաքական աշխատանքին։ Մենք ոչ մի բանով ավելի չենք մեր հարևաններից կամ որևէ Գլենդելում ապրող կամ որևէ ուրիշ քաղաքում ապրող։ Պարզապես մեր ուսերի վրա դրվել է այդ ծանրությունը, որ մենք պետք է նայենք այն խնդիրներին, որ մեր առաջ են եւ անենք որոշումներ, որ դժվար որոշումներ են անելու։ Եվ ամենադժվար բանը քաղաքականության մեջ անելն է այն որոշումը, որ ճիշտ որոշումն է, բայց ամիջական կարող է քեզի, ասենք թե քո քաղաքական ապագային կամ ասենք թե բարձունքներին հասնելու արգելք լինի։ Եվ բոլոր քաղաքներում ամենտեղ դա կա, եւ պիտի բալանս անես համ ժողովրդին լսել, բայց համ էլ կարողանաս ժողովրդին բացատրել, թե իրականությունները ինչ են։ Ես կարծում եմ օրինակ բոլոր տեղերը այդ խնդիրներ ունեն, Հայաստանն էլ ունի, չեմ կարծում լավ աշխատանք են անում բացատրելով դժվարությունները եւ ուրիշ խորը ավելի կարծիքներ ունեմ, որ եւի կիսելը ոչ կարեւոր է, ոչ էլ մեկուն լսելը պետք է, բայց դա է խնդիր քաղաքականության, չէ՞։ Ինչպես կարող ես անել այն որոշումները եւ առանց անել այն ձևի, որ մատ թափ տալով կամ ասելով, որ դուք չեք հասկանում, որտեվ ես էլ հասարակ մարդ եմ, ես այնց հատուկ ընդունելություն կամ բան չեմ ունեցել։ Ես պարզապես սովորել եմ հետևելով, հասկանալով, ուսումնասիրելով, օրինակներ ձեռք բերելով, երբ օրինակ մենք Գլենդելում մի որոշում ենք փորձում անել, միշտ համեմատում եմ ասում, որ քաղաքը արել է նույն բանը ավելի լավ ձևով, ինչու չկրկնենք կամ փորձենք անել դա եւ մի բան էլ ավելացնենք վեն, եթե կարող ենք, կամ որ սխալը չկրկնվի։ Հույսով այս քաղաքային ընտրություններին մասնակցողները այդ բաները հասկանում են։ Ես կարծում եմ մեջին կան մարդիկ, որ հասկանում են կամ ունեն պոտենցիալը, որ հասկանան, տեսնենք։ Արդյոք այդ թվով հայերի մասնակցությունը Գլենդելում նույն հայկական համայնքի մեջ տարանջատումներ չի մտցնում, իրավիճակը չի լարում ավելին։ Ինչպես լավ։ Դե քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդիկ են կարծում եմ մասնակիցները,
ունեն տարբեր պատկանելիություն, մեկը Հայաստանից է, մեկը ուրիշ քաղաքից է, այսինքն այդ ամեն ինչը չի խանգարում, որպեսզի հայերը նույնիսկ իրենց միասնականությունը կորցնեն։ Միասնականությունը ինչ է նշանակում։ Մենք միշտ ասել ենք, չէ, հայ ժողովուրդ կո միակ փրկությունը կո միասնական ուժի մեջ է։ Դա իսկականից ճիշտ է եղել։ Այսինքն միասնական որ ազգն է միասնական։ Որ ազգը։ Նույնիսկ այն ազգերը, որ մենք հավատում ենք միասնական են, ինչքան էլ փոքր լինեն, կգնաս ամեն մի գյուղի մեջ մարդ կա, չէ, որ մյուսի դեմ բամբասում է կամ մի բան ասում է։ Միասնությունը այո, գաղափարապես լավ է, եթե մենք ունենք նույն նպատակները, օրինակ ես հավատում եմ բաներ կան, որ բոլորը պիտի համաձայնվեն։ Մենք ուզում ենք ունենալ ապահով քաղաք, որտեղ որևէ բոլորը ապահով են զգում, հանցագործներ չենք ուզում մեր համայնքի մեջ, ուզում ենք բոլորը լավ օրինակ լինեն հաջորդ սերունդին, ինչպես ասեմ, like Հայաստանում 80-ական թվականներին լավ բաներից մեկն էր, որ երեխաները հարգանքով էին մեծահասակների հանդեպ։ Գոնե հասկանանք բոլորս ինչ ենք ուզում անել, ապագան ապահովել հաջորդ սերունդների, եւ դրանով կարող ենք գոնե փորձենք հասկանալ, թե որտեղ են այդ խաչմերուկները, որտեղ մեր գաղափարները իրար միանում են։ Նորից վերադառնանք ընտրությունների թեմային, որովհետեւ մասնակիցների թիվը ըստի շատ է եւ յուրաքանչյուրը իր մոտեցումը ունի, յուրաքանչյուրը իր ձևա պատկերացնում այդ ամենը, բայց արդյոք կա դրան ընդհանուր հայկական մոտեցում։ Եվ եթե խոսում ենք միասնականության մասին, իմ պատկերացմամբ միասնականությունը այն է, որ Գլենդել քաղաքը շարունակի լինել, թեկուզ եւ քաղաքային խորհրդում ներկայացված հայերի քանակով, հայերի շահերը ներկայացնող հիմնական քաղաքներից մեկը։ Ես համաձայն եմ, որ դրա մասին ավելի մտածենք, աշխատենք դրա ուղղությամբ, բայց ասեմ, որ քանակից ավելի կարևորը որակն է համար։ Բնականաբար, բայց շատ անգամ դա չի ստանում այնքան կարևորական ուշադրություն, որքան արժանի է ստանալու։ Մյուսը այն է, որ ես կարծում եմ եւ հավատում եմ, որ այս օրինակ այս ընտրություններին կան մարդիկ, որ բավականին աշխատանք արել են մեր համայնքում, ներդրումներ արել են կամ ակտիվ են եւ այլն, բայց նաեւ պետք է հասկանան, որ քաղաքային խորհրդի անդամ լինելը չի նշանակում միայն հայերին ծառայել, պիտի մոտեցում, պիտի այսինքն ավելի լայն, ավելի մեծ գաղափար տեսիլքով մոտենաս, որտեղ կան քաղաքում շատ ուրիշ ազգեր բացի հայությունից եւ այսօր այնքան է թանկանում Գլենդելում եւ ընդհանրապես Լոս Անջելեսում ապրելը, որ երիտասարդ սերունդը սկսում է Գլենդելը թողնել եւ գնալ ապրել այնտեղ, որտեղ տան արժեքը ավելի էժան է, համեմատաբար, ասենք թե աշխատանք կա, միջավայրը այնպիսի է, որ ընտանիք դաստիարակելու համար լավ է եւ այլն։ Եվ շատ անգամ այս խոսակցությունը գնում գալիս է տարբեր մարդկանց հետ, թե ինչ ենք անում, որ հայ երիտասարդներին, հայ այդ զավակներին պահենք Գլենդելում։ Ես դրա պատասխանը չգիտեմ, որտեվ առաջինը մարդիկ ապրում են իրենց տան։ Մենք փորձում ենք կառուցել նոր բնակարաններ, բայց դրա հետևանքներից մեկը, որ բնակարանների արժեքները թանկանալու են նոր կառուցված շենքերով, եւ բոլոր քաղաքներում ընդհանրապես երբ զարգանում են, ավելի թանկանում է երիտասարդ սերունդի համար մնալը։ Նորից հետ գանք մեր խնդիրներին, քաղաքային այդ հարցերը թողենք մի փոքր ավելի հեռու, ընտրություններին նորից անդրադառնալու։ Արդյոք կուզենաք խորհուրդ տալ այն մարդկանց կամ ձեր փորձով կիսվեք այն մարդկանց հետ, ովքեր այսօր իրենց տեխնացությունն են դրել։ Եվ արդյոք ունենալով 12 տեխնացու, մենք հայերի ընդհանուր քվեարկությանը մասնակցող հայերի քվորումը չենք վատնի կորցնելով մեր դիրքերը, որովհետև ուրիշա 12 տեխնացուի մեջ բաշխվի 50,000 հայի ձայնը։ Ուրիշա, երբ որ այսպես ասած երկու տեխնացուի մեջ դա բաշխվի, որովհետև կարծում եմ բացի հայերից նաև այլ տեխնացուներ կան, չէ՞։ Ոչ հայ տեխնացուներ, որոնք իրենց արժանի տեղը կարող են զբաղեցնել։ Բայց ժողովուրդը ունի այդ քվեարկելու 3 հոգու, 3 աթոռ կա։ Նրանք, որ հիմա ներկա այդ աթոռները սպառեցնում են եւ ուզում են վերընտրվեն, միայն մի հոգին հայ է, դա քաղաքապետարանի խորհրդի անդամ Էլեն Ասատրյանն է։ Մյուսը, որ Արան Աջարյանն էր, հայտարարեց, որ չի ընտրվելու, չի ուզում մասնակցի ընտրություններին։ Ուրեմն կա մյուսը Օտար Դան Բրոթմանը ներկա քաղաքապետարան խորհրդի անդամն է, եւ դա նշանակում է, որ այս ամեն մյուս անունները կամ մյուս անձերի մասին, որ խոսում ենք, եթե մենք հավատանք այն, ինչ որ տեսել ենք անցյալ ընտրություններում, ոչ միայն Գլենդելում, բայց ամենտեղ, որ աթոռին նստած անձը ունի 80%, եթե ոչ ավելի հնարավորություն վերընտրվելու, նշանակում է, որ մյուսները պիտի պայքարեն իրար ջախջախեն այդ մյուս մի աթոռի համար։ 1 կամ 2։ 1 կամ 2։ Եվ կարծում եմ դա լինելով խնդիրը,
ես կասեի, որ ընդհանրապես ես հավատում եմ, որ ընտրապայքարի ժամանակ հայտնվում է եւ բացահայտվում է, թե ով իսկապես հասկանում է հարցերը եւ ով իապես շանս ունի ընտրվելու, երբեմն դա երկուսը նույն մարդը չեն, բայց դրանով ժողովուրդը կկարողանա կողմնորոշվի, թե ում քվեարկեն, իսկ տեխնացուներին միայն կասեի, որ թող հույսս այն է, որ լուրջությամբ կմոտենան այն խնդիրներին եւ հասկանում եմ ինչու շատերը խոստումներով են հիմա իրենց քայլաշարերը տեխնացիությունը աճրել, բայց հիշենք, ինչպես անգլերեն ասում են, մարդ կամփեյն է անում բանաստեղծություններով, բայց սկսում է ղեկավարել ավելի ոչ ծաղկող բարերով, չէ՞, it's like you campaign on իրականության մեջ, իրականության մեջ եւ կարծում եմ դա շատ կարեւոր է, թե չէ ամեն անգամ ընտրությունների ժամանակ երբ մեծ խոստումներ են մարդիկ տալիս, ես կանե, ես են կանե եւ հետո ընտրվում են, տեսնում են չեն կարող անել, ժողովուրդն է ի վերջո, քվեարկողն է, որ հիասթափվում է, որտեղ տեսնում են, որ այդ խոստումները չիրականացվան եւ դա է ամենակարևորը։ So իմ առաջարկը այն է, որ եղեք հավասարակշռված, եղեք ազնիվ եւ մի խոստացեք բաներ, որ գիտեք չեք կարող տալ կամ ներկայացնել ժողովրդին։ Ես էլ կարող եմ անել։ Եթե ուզենայի, ես ամեն տեսակ բան կարող եմ խոստանալ, բայց հետո ինչ է, դա իմիջիալոց աֆրիկական ասացված կա, ասում եմ, եթե ուզում ես գնաս միտեղ եւ հասնես արագ, գնա մենակդ, բայց եթե ուզում ես հասնես ավելի հեռու միտեղ, գնա ընկերներով, չէ՞։ Հիմա մենք իբրև հայություն ուր լինենք, կամ այս տեխնացուները կամ մնացած հայությունը աշխարհում ուր լինի Սփյուռքում Հայաստանում, պիտի մոռանանք այդ մոտեցումը, որ մենք ունենք այսօր մեր համայնքի մեջ, որ ամենտեղ ուզում ենք մենակ գնանք։ Մենք այդ ինքնահավան, այդ ես եմ որ կամ մոտեցումը մոռանանք եւ հիշենք, որ ավելի հեռու տեղեր կան հասնենք, եթե գնանք իրար հետ, իրար օգնելով։ Արդի հայկական համայնքը Միացյալ Նահանգներում, որպեսզի լինի ավելի թելադրող, ավելի ուժեղ, ավելի կայացած, կարծում եմ պետք է նպատակային աշխատանք կատարի այդ ուղղությամբ։ Դրա մասին մեզանից առաջել են խոսել, սերունդներ շարունակել են խոսել, տարիների ընթացքում հայերը շատ ավելի լավ դիրքեր են զբաղեցրել Միացյալ Նահանգներում։ Մենք մեր համար ընկերներով մի հատ կարգախոս ենք ընտրել ու ես բարբերաբար դրա մասին բարձրաձայնում եմ, ասում եմ, եթե մենք կտրվել ենք մեր տնից տեղից արմատներից Հայաստանից ու եկել ենք Միացյալ Նահանգներ, որպես հանդիսանալով նաև առաջի սերնդի էմիգրանտներ, մենք պարտավոր ենք առաջինը լինել առողջ, հաջողակ եւ հարուստ, որպեսզի կարողանանք ծառայենք եւ լուծենք մեր ընտանեկան խնդիրները, մեր ընտանիքի բարեկեցության հարցերը լուծենք եւ կարողանանք նաեւ օգտակար լինել Հայաստանին։ Ունես դու արդյոք այս իմ ասացին լրացնելու քո տարբերակը եւ արդյոք ունես տեսլական ուղի, որը որ կարող է տանել դրան եւ իշխանանով ես արդեն այս համայնքում մեծացած Միացյալ Նահանգներում կրթված անձնավորություն դրա իրական լինելը գնահատում ու տեսնում։ Փաստացի մենք տեսնում ենք իսրայելական լոբին, ճիշտ է, ոնց աշխատեց, ոնց է աշխատում, հասցրեց այսօր մի փուլի, որը կարող նույնիսկ վտանգի Իսրայել պետության գոյությունը Պարսկաստանի հետ պատերազմ, բայց իրանք հասան մի նպատակի, ունենալով ամեն մի սենատորի կողքը մի հոգի մարդ կանգնած, ամեն մի նախագահի կողքը 5 հոգի մարդ կանգնած, ուժեղացան եւ ֆինանսապես եւ հասարակական դիրքեր զբաղացնելով։ Հայերը ունեն այդ խնդիրը։ Հայդատի հանձնախումբն է անում որոշակի աշխատանք հայ երեխեքին տանելով դպրոցներ, համալսարաններից դեպի Վաշինգտոն եւ տարբեր լուծումներ ունեն։ Իսկ բիզնեսով ուժեղանալը արդյոք կբերի նրան, որ մենք կարողանանք իրականում շատ ավելին անենք։ Խնդիրը հետեւյալն է, որ մարդ ինչքան հաջողությունը ստացավ բիզնեսում, այնքան ես հավատում եմ ավելի քիչ է երբեմն մտածում Հայաստանի մասին կամ հայրենիքի մասին կամ հայության մասին։ Կան յուրահատուկ անձեր, Ալեք Մանուկյանը, Քրք Քորյանը, ուրիշները, որ այսօր կան, որ յուրահատուկ են, բայց եւ նրանք որտեվ կարողացան Գուլբենկյան, չգիտեմ, եւ նույնիսկ նրանք էլ իրենց Չէ, իրանք կապիտալի համեմատ շատ քիչ բան են արել իրականում։ Դա հարցի մյուս կողմն է, եւ վերջի իրանք սերունդները արդեն հայ չեն։ Ալեք Մանուկյանը գուցե ավելին արեց, բայց ուրիշներն էլ կան, բայց հասկանում եմ ասածը։ Եվ խնդիրը դա է, որ կենտրոնանալով մենակ բիզնեսի վրա, ասելով մենք բիզնեսի հաջողությունով ենք մենակ կարողանալու։ Ես կարծում եմ, ասենց ասեմ, Բերնի Սանդերսը կա, չէ, Վերմոնտի սենատորը։ Ինքը կարողացավ ցնցել ամբողջ հիմքը դեմոկրատական կուսակցության առանց դեմոկրատ լինելով։ Եվ առաջինն էր, որ հավաքեց ընտրապայքարի համար
միլիոններով գումարներ ոչ թե անհատական մեծ գումար գրող նվիրատվություններ գրող անձերից, բայց որտեղ կարողացավ շատ ավելի մարդ փոքր գումարով նվիրատվություն, մարդ որ $5 տվեց, $10, $1, մենք նույն առավելություններ ունենք այսօր իբրև համայնք։ Մենք չենք կարող դնել հույսը, որ մենք եթե բիզնեսս լավ լինի, այն ժամանակ հետո հայությանը կարող դրա մասին չեմ ասում։ Կամ համայնքին ապահովենք։ Ոչ էլ դրա մասին, գիտես ինչի նկատի ունեմ։ Երբ որ մարդ իր անձնական, դու որպես անձնական, ես իմ անձնականով հաջողություններ ունենք, գումար ենք աշխատում, ու մեզ միավորում է նաև ընդհանուր միջավայրը, որտեղ մենք բոլորս իրար հետ միասին մի լավ գործ անելու մասին ենք մտածում, հայանպաստ գործ անելու մասին, եւ ունենալով այդ ֆինանսական ապահովվածությունը, մենք ավելի վստահ ենք քայլում առաջ։ Եթե չլինի, ասեմ, այսօր Գլենդելում կա հայ-ամերիկյան թանգարանը, որ կառուցվում է։ Շատ լավ նախագիծ է։ Մինչև այսօր դեր փող են հավաքում։ Չկա մեկը, որ կարող է այդ գումարը այսօր լրացնի եւ այդ շենքը վերջացնի։ Ավարտվի։ Միգուցե եւ կա։ Վստահ եմ կա, ոչ թե միգուցե, կան, չեն ուզում։ Ուրեմն ի՞նչն է պակասում մեր դեպքում։ Ընդհանուր միջավայրը, հայանպաստ մտածելու քարոզչական բացը, Հայաստանի հանդեպ անվստահությունը միգուցե, պաշտոնյաների հանդեպ անվստահությունը, ներկայում ստեղ է պաշտոնյաների, կուսակցությունների հանդեպ անվստահությունը, որը որ միշտ քաշել է իր կողմը եւ ընդհանուր գործին ծառայելու ընդհանուր միջավայր չի եղել։ Երբ որ ինձ ասում են, եկեք կուսակցություն բացենք, միություն բացենք, ասում եմ, ոչ, ախպեր։ Չեմ ուզում ոչ մի բան բացենք, ուզում եմ գործարար մի հատ ընդհանուր միջավայր ձևավորենք, որտեղ որ բոլորս լավ գործ անելու մասին ենք մտածում։ Մեկս մյուսին օգնում ենք լինել սեփական բիզնեսներում հաջողակ եւ ընդհանուր մի լավ գործ անենք։ Այդ մի լավ գործ այսօր դու կառաջարկես որ անենք, ես կառաջարկեմ, էական նշանակություն չունի։ Եվ չխառնվենք Հայաստանի ներկայիս իրականությանը, որովհետեւ Հայաստանում եթե ես չեմ ապրում, ինձ իրավունք չեմ վերապահում Հայաստանի ընտրությունների մասին խոսելու։ Հա, ընտրությունների մասին, հա, բայց իրավունք ունես գաղափար ունենալ։ Ես գաղափար ունեմ բոլոր տեսակի իրադարձություններից, պատկերացումներից, բայց տեսակետ հայտնելը ոչ միշտ է իմ իրավունքների մեջ, կարծում եմ։ Նայած ինչպես ես եւ ուր ես հայտարարում։ Ամենակարևորը իմ համար ես շատ բարձ անձ եմ եւ կարծում եմ բոլորը պետք է նույն բանով մտածեն։ Առաջինը ընտանիք կազմելը։ Ես կարծում եմ մեր երիտասարդները այսօր պետք է ավելի կարգապահ լինեն, պետք է ավելի հնազանդ լինեն մեծահասակների հանդեպ, պետք է ավելի հարգանքով լինեն իրենց անցյալին եւ իրենց համայնքի մեծերին, որ կարողացել են բացեն ճանապարհներ, որից իրենք այսօր օգտվում են։ Ես միշտ ասում եմ, այնքան կարևոր չի լինել առաջինը բանի մեջ, որքան վերջինը չլինել։ Դու երբ բացում ես այդ դուրը, պիտի դուրը բաց պահես, որ ուրիշներն էլ օգտվեն դրանից։ Լինել օրինական անձ, ես միշտ ասում եմ, որ պիտի հիշես դու հայ ես եւ երբ մեկը քեզի հանդիպում է, կարող է դու լինես առաջին հայը, որ երբևիցե հանդիպել են եւ ամբողջ իրենց տպավորությունը հայերի հանդեպ ձևավորվի քո այդ հարաբերությունների վրա։ Եվ մենք դա նշանակում է յուրաքանչյուրս հայության դեսպանն ենք, որտեղ էլ որ գտնվենք։ Եվ կարծում եմ ամենակարևորը, որ այսօր մեր ամենամեծ վտանգն է հայ համայնքին դեմ կանգնած ընտանիքների չափսը եւ ինչ տեսակ ծնողներ ենք մենք մեր զավակների հետ։ Ինչպես խոսում էինք սկզբում, որ մենք չենք կարողանում շատ ժամանակ անցկացնենք մեր ընտանիքների հետ։ Ես կարծում եմ դա շատ մեծ հանձանք է։ Ես ինքս անդադ մեղավոր եմ զգում դրա մասին, որովհետեւ կարծում եմ ամենալավ օրինակը որևէ երեխու համար իր ծնողքն է առաջինը։ Եվ այսօր ես չեմ հավատում, որ մենք բավարար մտահոգվում ենք մեր երեխաների դաստիարակությունով եւ մենք բավարար չենք մտահոգվում, թե ինչքան երեխա է ծնվում, հայ երեխա է ծնվում։ Եթե մենք ունենանք ավելի շատ ընտանիքների կազմը եւ չափսը շատանա, շատ բաներ կփոխվեն դեպի լավը։ Իսկ առանց դրան մենք տեսնում ենք ինչպես Ճապոն, Կորեա, բոլոր այս տնտեսական զարգացված երկրները, որ Հայաստանը դեր տնտեսապես այդքան զարգացված չի, ինչ խնդիրներ ունեն ծննդյան թվերի հետ վերաբերող։ Ուրեմն դրանք կարևոր են եւ չգիտեմ, ես իբր քաղաքային խորհրդի անդամ չունեմ որևէ տեսակ օրենք կամ պայմանագիր, որ կարող եմ այդ բաները լուծում առաջացնեմ, բայց հավատում եմ, որ եթե այս խոսակցությունները ավելի շատ գնան տարբեր սեղանների շուրջ, տարբեր շաբաթավերջ երբ հավաքվում են մարդիկ եկեղեցվո բակերի մեջ, ընտանեկան հավաքների մեջ, շատ ավելի քիչ փող ծախսենք մակերեսային նյութական բաներով, gender reveal party, չգիտեմ, ատամ հատիկը 10,000 քանի, սա այն
շատ ավելի մի քիչ համեստորեն մոտենանք ամեն ինչին, համեստությունով եւ մտահոգվելով թե եթե ես բավարար փորձ կուշտ է ինչպես կարող եմ օգնել իմ հայրենակիցին քրոջ կամ եղբորս ոչ միայն Հայաստանում չեմ ասում, նույնիսկ այստեղ Միացյալ Նահանգներում, այո։ Ավելի լավ, ավելի զորավոր, ավելի ամուր կլինի համայնքը, բայց այնքան ժամանակ որ ամեն մեկս կարծում է որ մենք ենք որ կանք, դե շատ ավելի երկար ճանապարհ է անցնելու մինչև որ հասնենք այնտեղը որ մեզի պետք է հասնելու։ Շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մենք խոսեցինք ամեն ինչից, անսահման ինֆորմացիայի աղբյուր ես դու, ինչպես քաղաքային, այնպես էլ հասարակական անցուդարձի հետ կապված։ Քեզ այդ զրույցը միշտ հաճելի է, հուսամ սա առաջինն էր, բայց վերջինը չէ։ Դու ավելի շատ ժամանակ կտրամադրես նաև նմանատիպ հանդիպումների։ Ես եմ շնորհակալ Հայկ, ես գնահատում եմ այս հաղորդումը, գիտեմ ինչ մեծ հազարողություններ ունեցել եւ վստահ եմ որ ոչ այս ելույթի պատճառով, բայց մյուս բոլոր անձերի հետ որ խոսում ես քո հետևորդները կշատանան, եթե նայում եք, հետևեք, share, like and follow. Yeah, like USA-ին։ Thank you. Շնորհակալություն։